Թող առողջ լինեն բոլոր բալիկները, չունենան խնդիրներ, բայց եթե այդ խնդիրները ի վերջո կան, պետք է գտնել ճանապարհներ։ Իսկ այդ հարցում մեզ այդ աջակիցներից, օգնականներից մեկն է լինելու այն մեր տաղավարում հյուրընկալված այն հյուրերը այդ ճանապարհը ցույց տվող, որոնք քիչ անց կներկայանան իրենք։ Իսկ հիմա ներկայացնեմ թեման։ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 5 տարեկան է։ Հիմնադրամի աջակցությամբ բազմաթիվ երեխաներ անցել են տարբեր հետազոտություններ, ստացել թանկարժեք դեղորայքային եւ այլ բուժում Հայաստանում, իսկ տեղում նման բուժման բացակայության դեպքում աշխարհի լավագույն կլինիկաներում։ 5-ամյակին նվիրված արշավի խորագիրն է «Բարին բարիք է բերում»։ Մենք հավատում ենք, որ բարություն ունի շղթայական ռեակցիա, երբ մեկը բարի գործ է անում, դա դրդում է նաև մյուսն անի այս նույնը։ Ես ներկայացնեմ մեր այսօրվա հյուրերին Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեության ղեկավար Իվետ Աղազարյան, Impala Creative Agency համահիմնադիր տնօրեն, Բարին բարիք է բերում արշավի կրեատիվ ղեկավար Անուշ Պետրոսյան, լույս առավոտի։ Շնորհակալ ենք նախ եւ նախաձեռնության եւ օրը մեզ հետ սկսելու համար։ 5-ամյակն է, 2021 թվականին է հիմնադրվել։ Ինչպես ծագեց գաղափարը, ինչ որ մի բանից է, չէ՞, սեր մառնում այդ ամեն ինչը եւ դա մեկ այլ կարևոր հիմք է լինում մեր ներսում։ Այո, համաձայն եմ ձեզ հետ, սկսեմ նրանից, որ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գաղափարը եւ արժեքները դեռ ձևավորվել են մինչեւ ստեղծումը։ Հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը անհատապես մինչեւ ստեղծումը աջակցել է 400-ից ավել երեխաների եւ օգնել իր ընկերների, կապերի միջոցով, դրամահավաքների միջոցով բուժօգնության կազմակերպմանը։ Հետո հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականի հունիսի 1-ին եւ արդեն սկսել է գործել ավելի համակարգված եւ ինստիտուցիոնալ ձևաչափով։ Մենք տեսնում ենք տարբեր հարթակներում է այդ ակտիվությունը, այսօր 21-րդ դարում է գիտության այսպես տեխնիկայի արագ ինտերնետի զարգացման, իրականում այդ սոցցանցերով նաև տարածումն է շատ կարևոր, ինչը արվում է հիմնադրամի կողմից ավելի լայն հանրություն ներգրավելու համար, մի տեսակ լույս է թվում շատ երեխաների, շատ ընտանիքների համար, ովքեր գուցե հույսն են նաև կորցրել։ Ինձ հետաքրքրում է այն խողովակները, որոնցով դուք կապ եք պահում ոչ միայն Հայաստանի կլինիկաների, Հայաստանում բուժվելու, այլ նաև արտերկրում, որտեղ երբեմն կան հիվանդություններ ցավոք, որոնք հույսը մարդիկ կապում են դրսի հետ։ Այո, հիմնադրամի աջակցության ծրագրի շրջանակների մեջ մտնում են նաև այն դեպքերը, երբ մենք աջակցում ենք երեխաների մեր աջակցության շրջանակում, երբ տվյալ բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանի տարածքում հիմնավորված բժշկական փաստաթղթերով։ Այդ դեպքում արդեն կազմակերպվում է Հայաստանից դուրս առաջատար կլինիկաներում եւ բժիշկների ուղղորդմամբ իհարկե ամբողջ լոգիստիկ process-ը եւ ֆինանսավորումը հիմնադրամը վերցնում է իր վրա, կապ ենք հաստատում բուժկենտրոնների հետ բժշկական փաստաթղթերի հիման վրա եւ սկսում ենք այդ process-ի կազմակերպումը։ Ինձ հետաքրքիր է եկեք խոսենք այսպեսի նաև մեդիա կողմից բարին բարիք է բերում արշավի մասին, արշավն իրենից ինչ է ենթադրում, արշավի գաղափարը ինչպես է ծնվել։ Իրականում արշավը հենց նպատակաուղղված էր հիմնադրամի 5-ամյակի ուղղված, այսինքն մեզ պետք էր մի հատ sense սենսացիա ստեղծել, մի հատ մարդկանց հիշեցնել, որ արդեն 5 տարի շարունակ այս հիմնադրամը կա ու այսքան լավ բան է արել ու թվերը իրականում ապշեցնող են, հետո Իվետը ձեզ կներկայացնի այդ 5 տարին ընթացքում ինչ է տեղի ունեցել։ 4200-ից ավելի երեխաների աջակցություն է տրվել։ Այո։ Ու ինչ որ պետք էր դա ցույց տալ, պետք էր դա փոխանցել, բայց ամենակարևոր կետը այստեղ այն էր, որ մարդկանց պետք էր դրական կողմով էս ամեն ինչը ցույց տալ, չպետք էր առաջացնել խղճահարություն, չպետք էր ստեղծել տխուր պատմություններ, որ ձեր նման մարդիկ ժպիտով վերաբերվեն այս ամենին։ Կադրի հակառակ կողմում այո։ Մի փոքր հուզվել է, մի փոքր։ Իրականում պետք է այդ հույսը ծնողներին առաջին հերթին հաղորդել, որ հենց իրենք, որովհետև ծնողն է, միևնույն է, փոխանցող երեխային եւ այդ հուսադրողը, ընտանիքն է։ Իրականում կարծում հենց ձեր առաքելությունը նաև դրանում է, որ ոչ թե տեսնեն, որ այսինչ տխուր պատկեր, այլ առաջ գնան, շարժվեն ու հավատան։ Մարդիկ ուզում են, որ ներդնեն, այսինքն մնացած մարդիկ ովքեր տեսնում են, որ ուզում են միանալ համանքին, իրանք դրա հաշվին է, որ ուզում են միանալ։ 2.2 միլիարդ դրամ ներդրումների մասին է խոսքը։ Դա ահռելի գումարներ, որոնք ուղղվել են առողջությանը եւ մենք շատ լավ գիտենք, քանի որ բազմաթիվ կառույցների մասնավոր մենք տեսնում ենք շրջանառությունը եւ այս թվերը իրականում այդ ամեն ինչի ֆոնին այդքան էլ մեծ գումար չեն, հատկապես երբ որ գիտես թե ինչին է նպատակաուղղված, երբ որ մի երեխա մարդ, լավ էսպես ասենք, ավելի առողջ է եւ ավելի երջանիկ է, քան երեկ էր։
Իհարկե։ Ձևով օրինակ վստահ եմ շատ հեռուստադիտողների մոտ հետաքրքրություն առաջացավ, ինչպես են ձեզ գտնելու նրանք, ովքեր դեռ չեն պատկերացնում, գուցե ինտերնետից չեն օգտվում կամ չգիտեմ, որն է այդ խողովակները, ճանապարհը ձեզ հասնելու կամ ինչպես է այդ աջակցությունը իրականացվում։ Քանի որ մենք համագործակցում ենք բոլոր մանկական բուժհաստատությունների հետ, հիմնականում, եթե ոչ բոլոր բժիշկները, մեծ մասը արդեն տեղեկացված են հիմնադրամի աջակցության նախագծերի մասին։ Ու երբ իրենք ունեն պացիենտ, որին հնարավոր է, որ հիմնադրամը աջակցի, բժիշկը ուղղորդում է պացիենտին այն կոնտակտ գործընկերոջ մոտ, որը համարվում է տվյալ բուժհաստատության աշխատակիցը։ Եվ իրենց միջոցով հիմնադրամը ստանում է հայտադիմումներ, որի հիման վրա արդեն սկսվում է տվյալ երեխայի բուժօգնության կազմակերպման գործընթացը։ Հազվադեպ է լինում, որ կարիք է լինում ծնողը ուղիղ զանգահարի հիմնադրամին կապ հաստատի, որովհետև բուժհաստատություններից իրենց արդեն ուղղորդում են հիմնադրամին եւ բժշկական փաստաթղթերի հիման վրա սկսվում է բուժօգնության գործընթացը։ Իսկ շահառուները հիմնական ովքեր են, եթե մենք այսպես կարողանանք իրենց փորձել դասակարգել։ Գուցե կան ավելի փոքր խնդիրներ, որոնց դեպքում դիմում են, բայց դուք այդ հարցերը չեք կարողանում համակարգել կամ ձեր այսպես վերահսկողության ներքո չեն։ Ուղղորդում ինչպես է։ Այո, մեր աջակցության շրջանակի մեջ մտնում են հետևյալ հիվանդությունները, քաղցկեղով երեխաների դեպքում հիմնադրամը օգնում է այն դեպքում, երբ բուժումը հնարավոր չէ իրականացնել Հայաստանում, օգնում ենք նաև լյարդի, սրտի եւ երիկամի փոխպատվաստման դեպքերում եւ այստեղ եւ Հայաստանից դուրս, եթե երեխան դոնոր չունի Հայաստանում, օգնում ենք արյան բարորակ խնդիրներով երեխաներին, իմունային համակարգի խանգարումներով երեխաներին, ծանր շնչառական խնդիրներով երեխաներին, շատ մեծ թվով շահառուներ ունենք արաբկիր բժշկական համալիրում, այո, ասթմայի մասին է խոսքը, ինչպես նաև կյանքին անմիջական վտանգ սպառնացող հիվանդությունների դեպքում, այդ դեպքում պարտադիր բժշկական խորհրդի կողմից քննարկվում է դեպքը ու շատ արագ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում արդեն հետադարձ կապ ապահովում։ Իսկ տեսնում եմ բավականին ակտիվ է նաև հանրությունը դառնում ձեր արշավի շնորհիվ նաև անշուշտ, որովհետև այդպես պատահական չեն վստահում, վստահությունը ձեռք են բերում նորմատիկ այդ նյութական միջոցները տրամադրում են, բազմաթիվ առիթներ ունեցել եմ եւ ինքս մասնակցելու, դա ինձ համար պատիվ ասեմ, ուրախություն, որ կարողանում ես մի բալիկի քո փոքրիկ լուման դնել, քեզ մեծ համար ենք անում մեր խղճի հանգստության համար ու մեր բարիկների։ Ինչպիսին է մարդկանց մասնակցությունը այդ արշավներին, այդ դրամահավաքներին։ Դրամահավաքների մասով ասեմ, արշավների մասով Անուսը կշարունակի, մանավանդ այս արշավի շատ մեծ է մասնակցությունը ու այս վստահությունը հանրային սկզբում իհարկե ձևավորվել է որպես անհատ հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանի անվան շուրջ։ Այդ հանրային վստահությունն ու հույսը ամենամեծ գրավականն է ու մենք շնորհակալ ենք բոլորին եւ անհատ եւ ինստիտուցիոնալ դոնորներին, մեր գործընկերներին նման վստահության ու պատրաստակամության համար, որովհետեւ առանց իրենց մենք չենք ունենա այն ուժը, որ ունենք ու մենք բոլորս միասին շատ մեծ թիմ ենք կազմում ու շատ մեծ ուժ ենք մեզանից ներկայացնում։ Այդ համագործակցությունն է այս ամենի հիմքը եւ թափանցիկությունը, հաշվետվողականությունը, արդյունքները շոշափելի, որոնք կիսվում են, տրամադրվում են հանրությանը, նաեւ այն գրավականն է, որ հանրությունը վստահում է հիմնադրամին։ Եկեք խոսենք նաև արշավի մասին, արշավի այսպես հետադարձ կապի մասին եւ նաև տեսահոլովակոնիկ ինչու եք ընտրել այդ երկու խմբին։ Անհատին եւ խմբին։ Հա, տեսեք, ինչպես ստացվեց։ Իրականում մեր այդ ինչի է խորագիրը բային բարիք է բերում, որովհետեւ երբ որ ծնվում ենք մենք, ի սկզբանե կա այդ հայլային էֆեկտը, չէ՞, սկզբից մենք տեսնում ենք մեր ծնողներին, կրկնում ենք իրենց ասած բառերը, իրենց ասած գործողությունները։ Այդ նշանակում է, երբ որ ինչ-որ մեկը ինչ-որ բան տեսնում է, ուզում է կրկնել։ Եթե մենք տեսնենք բարություն, մենք կկրկնենք բարություն։ Այսպես բարությունը կշարունակվի։ Հենց այդ նույն ֆորմատի շրջանակում էլ նաև մեզ միացան Մհեր Մանուկյանը Լավելի բենդի եւ Yellow Heart-ը մեր սիրելի արտիստ, ինչպես նաև On Off Studio-ի համահիմնադիր Տիգրան Առաքելյանը, որ ոնց որ կերտեց հենց այն անիմացիան, որը մենք սկզբում տեսանք։ Իսկ այդ անիմացիան ամբողջովին պատրաստված է հիմնադրամի շահառու երեխաների նկարած նկարներով։ Այսինքն բոլորը իրար միացան ու ստեղծեցին ոնց որ մի հատ բարի այս տեսահոլովակը, որը ոնց որ աջակից կոմպոնենտ ստացվեց մեր արշավին, ու մարդիկ կարող են տեսնել, լսել այս երգը, իրենց սիրտը sense երջանկությամբ, բարությամբ լցվի, որ
հասկանան ոնց որ հենց դրա մասին է որտեղ ապրում է սիրտը, ուրեմն այնտեղ ամեն ինչ կարող է լավ լինել, այնտեղ ամեն ինչ ավելի լավին է գնալու։ Ու սա ոնց որ փոքրիկ PR կտորներ կարելի ասել արշավի։ Իսկ արշավի մյուս կտորը ինքը նպատակաուղղված էր հավաքագրելու, համենքը մեծացնելու հավատարիմ դոնորների, հավատարիմ նվիրատուների։ Այսինքն մարդիկ, ովքեր ամեն ամիս իրենց փոքրիկ լուման ներդրում կունենան հիմնադրամի ընդհանուր բյուջեի մեջ եւ դա նպատակաուղղվի տարբեր երեխաների բուժումներին, ինչպես արդեն Իվետը նշեց։ Ու դեռ արշավը ընթացքի մեջ է, երևի մինչև հուլիսի ավարտ կգնա, ու բավականին լավ արդյունքներ ենք այս պահին ունենում, մարդիկ միանում են, ընդհանուր համայնքը մեծանում է ու շատ խոստումնալից է այդ առումով ու շուտով ապագայում էլի տարբեր այսպիսի արշավներ կլինեն, լավ նորից հոլովակներ կլինեն, լավ գեղեցիկ պատմություններ կլինեն։ Ցավոք լավագույն բժիշկներն անգամ լավագույն մասնագետները երբեմն գոնե քիչ դեպքերում անզոր են լինում պայքարել բնության դեմ, ունենում ենք ոչ դրական ելք, բայց եկեք այսօր խոսենք դրական ելքերի մասին։ Ինչքան այսպես փրկված բալիկներ ունենք այս հիմնադրամի շնորհիվ։ Ունենք որոշակի վիճակագրություն։ Մեծ է թիվը փրկված, եթե մոտ հարաբերակցությամբ ասենք 90+% շատ ավելի մեծ, մոտ մինչև 96-97% փրկված բալիկներ են ու այս 5 տարիների ընթացքում հիմնադրամը աջակցել է 4200 երեխայի, ես նշում եմ ուղղակի շահառուներին, անուղղակի շահառուների թիվը գերազանցում է 15000-ը, նվիրաբերած բուսարկավորումների արդյունքում ցուցաբերած հետազոտությունների մասին եմ խոսում, ինչպես նաև դուք ինչպես նշեցիք 2 միլիարդ դրամից ավել ներդրում է ունեցել երեխաների բուժօգնության ու ինչու ոչ նաև առողջապահական համակարգի զարգացման հարցում ու նաև հիմնական առաքելությունը նաև կանխարգելելն ու վաղ հայտնաբերելն է նման հիվանդությունները ու անհատական դեպքերից անցումն է դեպի համակարգային մոդելներ, ավելի երկարաժամկետ լուծումների ու ավելի մեծ թվով երեխաների կայուն աջակցելու նպատակով։ Շնորհակալություն ենք մաղթում այս անչափ կարևոր թեմայի շուրջ մեզ հետ զրուցելու համար, թող լինեն միշտ փրկված, առողջացած բալիկներ ու այդ դեպքերի մասին միայն կարողանանք խոսել, այսպես ոգևորությամբ։ Առողջ բալիկները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև մեր հեռուստադիտողներին։ Ես վստահ եմ, որ շատերը այժմ բացում են կայքը, գրանցվում են եւ փորձում են իսկապես իրենց փոքրիկ ներդրում անել, մաքրամաքուր պահեք ձեր կարման, արեք լավը, որ լավ էլ վերադառնա։ Առնվազն այս պահի դրությամբ մնացեք մեր եթերում, մենք կունենանք կարճ դադար եւ կդիմավորենք մեր հաջորդ հյուրերին։